Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին Ստուգատեսի։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Անդրադառնալով Երևանի Կայազորի, ճանապարհային ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչության, հասարակական կարգի ապահովման վարչության և այս ստորաբաժանումների պարեկային խմբերի տոնական ծառայության առանձնահատկություններին Վլադիմիր Գասպարյանը նշեց. Այսօր մենք ուժեղացված ռեժիմից անցնում ենք արտակարգ ռեժիմի։ Արտակարգ ռեժիմը ենթադրում է, որ պետք է կանգնել քաղաքացու կողքին ցանկացած իրավիճակում։ Մենք պետք է այս օրերին ամփոփենք մեր տարվա ձեռք բերածը, մեր ծառայություն մատուցելով եւ հիմքը դնենք 16 թվականի նոր որակի ծառայության։ Օգնելու ենք, օժանդակելու ենք, հասնելու ենք, լինելու ենք ամենտեղ նշանակություն չունի, որ ծառայության ֆունկցիան է։ Եթե ոստիկան ես 24 ժամ, եթե ոստիկան ես, ուրեմն բոլոր հարցերը քեզ վերաբերում։ Բարի ծառայություն մեզ, շնորհակալություն։ Ու Աստված մեզ պահապան։ Վերակարգերը գործելու են շուրջօրյա, ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում։ Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների նկատմամբ։ Կարգազանցները կենթարկվեն պատասխանատվությամբ, ոստիկանական վերակարգը ուղևորներին կուղեկցի տուն, իսկ մեքենաները կտարվեն ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Տոնական ծառայության նպատակը երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովումն է։ Ոստիկանությունն ակնկալում է նաև համակարգացիների օգնությունն ու օժանդակությունը։ Միասնաբար անենք ամեն ինչ անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար և անկորուստ ու ապահով մտնենք նոր տարի։